Ազգային ժողովի անվտանգության պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահը Քոչարյան Անդրանիկը երեկ ասել է, որ քանի որ իր զավակը ունի բարձր գիտելիքներ, մոտավորապես մեջբերում, դրա համար չի ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, դուք էլ ունենայիք այդպիսի գիտելիքներ, դուք էլ չէիք ծառայել։ Եվ սոցիալական ցանցերը վրդովել են, այդ թվում նաև վրդովմունք են արտահայտում նիկոլական որոշ նախարարներ, падգամավորներ, բայց Անդրանիկ Քոչարյանին պիտի շնորհակալություն հայտնել, որովհետև նա ասել է դառը ճշմարտությունը։ Այո, Հայաստանի Հանրապետությունում ընդունված կարգ է եղել բարձր չինովնիկները, ինչպես նաև բարձր չինովնիկների զավակները, բջերը ընդունված է եղել, տրադիցիա եղել, հիմնականում չեն ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Այդ տրադիցիան դրել են նախագահները, այդ տրադիցիան դրել են վարչապետները, այդ տրադիցիան դրել են պաշտպանության նախարարները։ Մենք ունեցել ենք պաշտպանության նախարար, ով այնքան բարձր գիտելիք է ունեցել, որ մի տարի մոտավորապես փախած եղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հետո զորակոչվել է, զորքերում նա չի ծառայել, եղել է պաշտպանության նախարարի ռեֆերենտ, ahև հետագայում ինքը դարձել է պաշտպանության նախարար, չծառայած լինելով, ելի եմ ասում, զորքերում։ Եվ այդ անձնավորության անուն ազգանունն է Վիգեն Սարգսյան։ Իմիջիայլոց Վիգեն Սարգսյանի ժամանակ բերեցին, ներդրեցին այն ֆոնդերի գաղափարները, որ ապագա զոհերի համար, վիրավորների համար յուրաքանչյուր մարդ իր աշխատավարձից պետք է որոշակի մաս հանում իրականացնի, եւ Փաշինյան Նիկոլը, ով եւս քանի որ շատ բարձր մարդ է, Փաշինյան Նիկոլը պաշտպանում էր Վիգեն Սարգսյանի, դասալիկ Վիգեն Սարգսյանի բարձր առաջարկությունը եւ ազգային ժողովում ելույթ էր ունենում ի պաշտպանություն այդ առաջարկության։ Մենք ունեցել ենք մեկ այլ պաշտպանության նախարար, ով ամբողջական ծառայություն չի անցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ծառայության ընթացքում խուլիգանության համար դատվել է եւ այդ անձնավորության անուն ազգանունն է Պապիկյան Սուրիկ։ Պապիկյան Սուրիկ, ով իմիջիայլոց ես դες պիտի հիշեցնեմ, որ այն ազգային անվտանգության ծառայության այն սպան, ով այսպես ասած սլիվ էր արել այս խայտարակությունը համացանց, սոցիալական ցանցեր, մեդիա, հետագայում ապօրինի գույքի պաշտպանության վերաբերյալ օրենքը, ինչքան ես հիշում եմ, առաջինը կամ առաջիններից մեկը կիրառվեց ազգային անվտանգության այդ սպայի նկատմամբ։ Ահա այս երկու պաշտպանության նախարարները ելի են եղել պաշտպանության նախարարներ, ովքեր չեն ծառայել զինված ուժերում, բայց դա արդեն վերաբերում է սովետական զինված ուժերին։ Ես հիմա խոսում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին։ Ահա այսպեսի չնաշխարհիկ մենք պետություն ենք կառուցել, որտեղ ելի պիտի ասեմ, բարձր դասի ներկայացուցիչները, նրանց բջերը չեն ցանկացել ծառայել զինված ուժերում, բնականաբար իրենց բարձր գիտելիքների բերումով։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզը, ես դες պիտի հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ մարզպետը պատասխանատու է մարզում կառավարության քաղաքականության համար, այդ թվում զորակոչի համար։ Թիվ 1 պատասխանատուն մարզպետն է։ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած մարզպետ չի ունեցել։ Չի ունեցել, հարգելի բարեկամներ։ Բոլոր նախատիր ազատված են եղել զինված ուժերում ծառայությունից, այդ թվում Մուշեղ Մուրադյանը, նա 1-2 ամիս է ծառայել եւ հետո զորացրվել է, մնացածները ընդհանրապես Հայաստանի Հանրապետության զինված ուժերում չեն ծառայել։ Ասենք, հիշենք եւս մեկ անգամ հերոսների անունները, բարձր գիտելիքներ ունեցող հերոսների անունները։ Ուրեմն Արթուր Խաչատրյան, դաշնակ, չի ծառայել, Կարեն Սարուխանյան, չի ծառայել, Տիգրան Պետրոսյան, չի ծառայել, Հովիկ Հարությունյան, չի ծառայել, Դավիթ Արուշանյան, չի ծառայել, բարձր են, հարգելի բարեկամներ, բարձր գիտելիքներ ունեն։ Եվ Մուշեղ Մուրադյան չի ծառայել։ Եթե այդ մարդկանց դուք հարցնեք ֆերմայի թեորեմա եւ նրանք ոտի վրա, եթե Կարեն Սարուխանյանին ֆերմայի թեորեմի մասին ասես, ինքը ոտի վրա քեզ կասի, թե ինչ է իրենից ներկայացնում ֆերմայի թեորեմը, իսկ դաշնակ Արթուր Խաչատրյանը մեկի ձեզ կներկայացնի թեորեմի բացատրությունը։ Բարձր գիտելիքներ ունեն, դրա համար չեն ծառայել։ Եթե Մուշեղ Մուրադյանին ասես երկու հարց տաս միջնադարյան անգլիական գրականության մասին, 2 րոպեում հակիրճ կներկայացնի անգլիական գրականությունը։ Մուշեղ Մուրադյանը։
Բարձր գիտելիքներ են ունեցել հարգելի բարեկամներ Հայաստանի Հանրապետության համարյա բոլոր դեսպանները։ Բարձր գիտելիքներ ունի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանը, բարձր գիտելիքներ ունի Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, բարձր գիտելիքներ ունի ուրեմն Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, եւս մեկ անգամ պիտի հիշեցնեմ, որ Վիկտորը Գերմանիայում դեսպան, որտեղ նայում էր ինքը իր գիտելիքներն էր ցույց տալիս հանրապետական թալանչիների ստատուսների տակը սեր էր խոստովանում մոտավորապես հանրապետական կուսակցության վերնախավին, հետո տեղի ունեցավ հեղափոխություն եւ այդ ազնվորությունը դարձավ ճակերտավոր հեղափոխություն։ Իհարկե, այդ ազնվորությունը դարձավ Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Մեկ այլ բարձր գիտելիքներ ունեցող Վարուժան Ներսիսյանը, Սերժիկ Սարգսյանի խորհրդականը դարձավ Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Եթե դրանց հավաքես միտեղ 19-րդ դարի ռուսական գրականությունից հարցեր տաս, 20-րդ դարի ֆրանսիական գրականությունից հարցեր տաս, ոտքի վրա ձեզ հակիրճ համառոտ կներկայացնեն, թե ինչ է իրենից ներկայացել, թե ֆրանսիական գրականությունը, ով է եղել, թե Դաստոևսկին, եւ ով է եղել, թե Սարտրը։ Ահա այսպիսի բարձրաշխարհիկ մարդիկ են Հայաստանի Հանրապետությունը տարբեր ժամանակահատվածներում ղեկավարել եւ ղեկավարում։ Նիկոլ Փաշինյանը իր բարձր գիտելիքների բերումով չի ծառայել, իր տեղակալները չեն ծառայել Արարատ Միրզոյան, Տիգրան Ավինյան, Մայր Գրիգորյան, Տիգրան Խաչատրյան, Համբարձում Մաթեվոսյան էլի իր բարձր գիտելիքների պատճառով չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Բարձր գիտելիքներ ունեն ուժեղ Հայաստան, այդ դաշինք է, կուսակցություն է, վերնախավի համարյա բոլոր ներկայացուցիչները, հարգելի բարեկամ, համարյա բոլոր ներկայացուցիչները ուժեղ Վրաստան կուսակցության բարձր գիտելիքներ ունեն եւ չեն ծառայել զինված ուժերում։ Բարձր գիտելիքներ ունեն հարգելի բարեկամներ դաշնակ մաշնակները, պարլամենտում վերընկած եւ Արցախի դարդը լացող կամ ինչպես ժողովուրդն ասում Արցախի համար բոզիլած դրած դաշնակ մաշնակների ճնշող մեծամասնությունը բանակում չեն ծառայել Իշխան Սաղաթելյան, Ագառնիկ Դանելյան, Արթուր Խաչատրյան, ինչպես ասացի, եւ այսպես շարունակ։ Բարձր գիտելիքների պատճառով բանակում չի ծառայել Արմեն Գևորգյանը, ով պատկերավոր ասած Երևանի կենտրոնի կեսը սեփականաշնորհել է, բարձր գիտելիքների պատճառով չի ծառայում ազգայնական նժդեհական Տարոն Մարկարյանը եւ յուր ընկերները Մամիջանյանի հետ միասին, իմիջիայլոց այս անձնավորության հետ կապված Սերժիկի Սանիկն է, չէր կարող ցածր գիտելիքներ ունենալ, քրեական գործ է հարուցված եղել ժամանակին բանակից խուսափելու համար, բայց հիմա ամենաբարձրն է նրան գոռում մի խոսքով պաշտպանության, անվտանգության հարցերով ամենաբարձրն են գոռում, եւս մեկ բարձր գիտելիքներ ունեցողի մասին եմ ես ուզում խոսել, այսպես ծաղկակաղ եմ արել, անում հա, այսպես հնդածս ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյան, ով օրենքի խախտումով ըստ օրենքի ԱԱՑ տնօրենը պիտի ծառայես լինի, Գեորգի Կուտոյանը ծառայես չէր եղել եւ իր հեճուկս դրա Ֆլեչեր ավարտած Գեորգի Կուտոյանին Սերժիկ Սարգսյանը որոշում են նշանակել այդ բարձր պաշտոնի, իմիջիայլոց հենց իր կառավարման տարիներին ԱԱՑ-ի ղեկավարման տարիներին տեղի ունեցավ Թավշյա Ոժբռնի խեղկատակությունը եւ Փաշինյան Նիկոլը որպես շատ ոչ երախտամոռ մարդ, հա, ոչ երախտամոռ մարդ շնորհակալություն հայտնեց Գեորգի Կուտոյանին վերջին փողոցային շարժման ժամանակ հնարավորինս անելու համար։ Ահա այսպիսի հարաբերություններ Հայաստանի Հանրապետությունում, ահա սրա համար է, որ շատերը Հայաստանի Հանրապետությունը, որը ղեկավարվել է մի խումբ ամորալ մարդկանց կողմից, կոչում են բոզանոց հանրապետություն, որը բացարձակապես աղերս չունի հայ ժողովրդի հետ։ Հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը տարբեր լրիվ իրար հակոտնյա են։ Մի բան է Հայաստանի Հանրապետությունը, մեկ այլ բան է հայ ժողովուրդը, իրար հետ բացարձակապես առնչություն չունեն։ Եվ դա Աստված շուտ գա այն օրը, երբ հայ ժողովուրդը կազատվի այս Հայաստանի Հանրապետությունից, այս Հայաստանի Հանրապետությունը ղեկավարող այս հայ ջոչերից։ Ես ձեր բարձրաշխարհիկ տիրոջ մերը